Վերջերս նյութեր հրապարակվեցին այն մասին, որ տեղական միրգ բանջարեղենում առկա է թունաքիմիկատների մեծ քանակ, արդյոք այդպես է, ինչպես պետք է օգտագործել թունաքիմիկատները, ինչ քանակով, այս եւ այլ հարցերի մասին կզրուցենք Հայաստանի ազգային agrarային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Տեր-Գրիգորյան, ընդհանրապես բույսերի պաշտպանության նյութերի ներկրումը, թունաքիմիկատների այս հարցը, կարծում եմ հենց agrarային համալսարանի ուսումնասիրության տիրույթում է, ինչ քանակով պետք է ներկրել թունաքիմիկատներ, ինչպես պետք է օգտագործել դրանք ավելի կոնկրետ։ Գիտեք ինչ, խնդիրը կամ հարցը, որ դուք բարձրացնում եք, բավականին արձիական է եւ կասեի նաեւ դարի խնդիր է։ Խնդիրը, որ ներկայացնում եք, դա առկա է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ հետխորհրդային շատ երկրներում եւ ոչ միայն, հա։ Այսօրվա դրությամբ բույսերի պաշտպանության հետ կապված գործընթացները շատ կարևոր են եւ արձիական, առանց որի հնարավոր չի բերք եւ արտադրանք ստանալը, բայց ամբողջ այդ արտադրության արժեշղթայում, հա, յուրաքանչյուր գործընթաց, յուրաքանչյուր գործունեություն, ունի իրեն կարևորությունը, իրեն շեշտադրումները, բացի դրանից նաեւ դրանց ճիշտ կիրառությունը, որբիսի հողօգտագործողները, ֆերմերները ստանան առողջ որակյալ բերք, բնականաբար անհրաժեշտություն է առաջանում իրականացնել նաև բույսերի պաշտպանության աշխատանքներ, դա ինձ ներկայացնում է հիվանդությունների եւ վնասատների դեմ պայքարի գործընթացներ։ Տեսեք, Հայաստանում կա այսպիսի մի խնդիր ունենք, հողատարածքները բավականին փոքր մակերեսներով են, յուրաքանչյուր հողօգտագործող, իսկ մենք ունենք որոշակի պահպանողական այդպիսի բնավորություն, ամեն մեկ հողօգտագործող իրականացնում է այնպիսի աշխատանքներ, որոնք որ ինքն է իմանում, առանց գիտական հենքի, առանց խորհրդատվության, հա, որը շատ դեպքերում հանգեցնում են նաև խնդիրների։ Հիմա անդրադառնանք բույսերի պաշտպանության հետ կապված, ինչու՞մն է խնդիրը, որ դուք բարձրաձայնում եք։ Մեծ ֆերմերային տնտեսությունները բնականաբար իրենք ունեն մասնագետ խորհրդատուներ, բույսերի պաշտպաններ, որտեղ կազմվում են ամբողջական տեխնոլոգիական քարտեր, դա իրենից ենթադրում է վեգետացիայի ընթացքում իրականացվող ամբողջ աշխատանքների մի շարք, որտեղ նշված է ժամկետները, չափաքանակները, կիրառման առանձնահատկությունները եւ այլն, բայց ունենք նաեւ այնպիսի տարածքներ, որտեղ բացակայում է խորհրդատվությունը, որտեղ բացակայում է մասնագիտական կարծիքը, այստեղ արդեն մարդիկ իրենց իմացածով, հա, իրականացնում են պայքարի աշխատանքներ։ Բույսերի պաշտպանության միջոցները, որոնք որ մեծամասամբ ներկրվում են Հայաստանի Հանրապետություն, ներկրվում են տարբեր երկրներից, ինչպես եվրոպական, այնպես էլ ասիական երկրներից, հա, բնականաբար նրանք ունեն տարբեր որակական ցուցանիշներ, պատրաստումներն ունեն տարբեր ազդող նյութեր, հա, եւ այս բոլորը ներկրվում է Հայաստանի Հանրապետություն, առավել եւս վերջի տարիներին շուկան բավականին ազատականացվել է եւ ներկրողների քանակությունը բնականաբար ավելացել է, որը նպաստել է նաեւ բույսերի պաշտպանության միջոցների, պեստիցիդների կամ ինսեկտիցիդների եւ ֆունգիցիդների տեսակային կազմի կտրուկ ավելացման։ Իհարկե մի կողմից, եթե մենք դիտարկում ենք, սա լուրջ մրցակցություն առաջացնում, որը նպաստում է եւ գնային որոշակի, ուրեմն գնանկման, ինչպես նաեւ պատրաստուկների, ներկրված պատրաստուկների որակական ցուցանիշների դրական դինամիկային։ Այլ խնդիր է դրանց կիրառությունը։ Տեսեք, բույսերի պաշտպանության միջոցները կամ եթե ընդհանրական ասենք պեստիցիդները, դրանք այսօրվա դրությամբ վաճառվում են բույսերի պաշտպանության եւ ագրոքիմիկատների ուրեմն վաճառասրահներում, որտեղ նաեւ ըստ էության կամ տրամաբանության պետք է իրականացվի նաեւ որոշակի խորհրդատվական աշխատանքներ, որտեղ ոչ բոլոր հողօգտագործողներն է, որ ճանաչում են հիվանդություններին բույսերի
կամ վնասատուներին եւ վաճառասրանների աշխատակիցները չի ասի խորը գիտելիքներ պետք է փոխանցել, բայց գոնե բուժանյութի կիրառման առանձնահատկությունները, դրա կիրառման չափաքանակները, կրկնությունները, սպասման ժամկետները, անվտանգության կանոնները, հա, դրանք պետք է նաև տեղեկացվի եւ ասի։ Ես ասեմ, ուրեմն, տեսեք, ես շեշտադրեցի, որ մեծ ֆերմերային տնտեսությունները ֆինանսապես ի վիճակի են վարձելու եւ ունենալու լիարժեք խորհրդատվական ծառայություն, հա, օգտվել դրանից։ Բայց մյուս կողմը ամբողջությամբ դատարկ է, չկա խորհրդատվական, դու կասեի հանրապետության մասշտաբով այսպիսի խորհրդատվական ծառայություն, որպես այդպիսին գոյություն չունի։ Ամբողջ խորհրդատվությունը հիմնված է անհատների, ուրեմն օգնությամբ են իրականացվում։ Ինչու՞ չէ նաև մեծ դերակատարություն ունի այստեղ նաև ագրարային համալսարանը եւ մասնավորապես այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության մասնագետները, որտեղ որ կան հմուտ բույսերի պաշտպանության մասնագետներ։ Հասարակ գյուղացին, եթե որոշել է օրինակ լոլիկ աճեցնել, ինքը չգիտի ինչքան պետք է օգտագործի թունաքիմիկատ կամ վնասատու տեսել է ինչպես վերացնի։ Եթե դիմի համալսարանին անվճար խորհրդատվություն են տալիս, թե լրացուցիչ ինչ-որ ծախսեր է ենթադրում։ Գիտեք ինչ, առեսօր չի եղել որևիցե դեպք, երբ որ դիմեն ամբիոն կամ ագրարային համալսարան եւ ծառայությունը մատուցվի վճարովի։ Էլ եմ ասում, մենք բավականին բարյացկամ ենք, դա մեր կոչումն է օգնելու հողագործին։ Մեր կոչումն է ուղղորդելու հողօգտագործողին ճիշտ վարելու գյուղատնտեսությունը։ Հիմա հարցին, որ դուք ասացիք, արտադրանքի մեջ առկա են պեստիցիդների որոշակի քանակություն եւ շեշտադրիկ, որ դա կրում է նաեւ մասսայական բնույթ, հա, դրան ես գտնում եմ այսպես, մինչև փորձաքննություն չի արվել, մինչև ամբողջ շուկայում գտնվող արտադրանքի փորձաքննությունը չի արվել, չի բացահայտվել մնացորդային քանակությունների արգելված արդեն չափաքանակներ, հա, այդպես ես կասեի կհորդորեի նաև չարտահայտվենք, եթե կան թիրախային ուսումնասիրություններ, բնականաբար դա խնդիր է ազգաբնակչության համար, դա վտանգ է, դա ապագայում արտահայտվող վտանգ է, մենք գիտենք, որ պեստիցիդների մնացորդային քանակությունները, ոչ ճիշտ կիրառությունը, կրկնությունների սահմանափակ լինելու հաշվի չառնելը, հա, դա ծախսի նորմաների անհամապատասխանությունը բերելու է հետագայում կոնցերոգենության, տերատոգենության, ալերգոգենության եւ սպառնալու է մեր ազգաբնակչության առողջությանը։ Քաղցկեղածին նյութեր է պարունում։ Միանշանակ։ Ուրեմն տեսեք, իրենք բլաստոմոգեն են, ռուսկացին են, բայց չարորակ քաղցկեղները կոնցերոգեն են։ Պետք է ասեմ, որ բոլորը պետք է իմանան, որ չկա որևիցե պատրաստուկ, չկա որևիցե քիմիական ծագման բուժանյութ, որը չունենա թունավորության որևիցե աստիճան։ Դրանք լինում են 4 կարգի, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հա, ամենանվաստուննակը դասում է 4-րդ կարգի։ Այսինքն ցանկացած բուժանյութի հետ աշխատելուց մենք արդեն պետք է գիտակցենք, որ ինքը պոտենցիալ թույն է իրենից ներկայացնում, բայց թույնը թույն, բայց եթե մենք դա կիրառում ենք կանոնակարգված, ճիշտ, թիրախային, համապատասխան ժամկետներով, գիտական հենքի վրա, մինչև բերկահավաք այդ բուժանյութը կամ թույնը, ինչպես ներկայացնում եք, հա, ֆունգիցիդը կամ ինսեկտիցիդը կամ ագարիցիդը ինքը ենթակա է քայքայման բույսի մեջ։ Տարբեր ազդակների ազդեցության տակ, դե բույսում առկա ֆերմենտների օգնությամբ, միկրոօրգանիզմների օգնությամբ, բնակլիմայական պայմանների ազդեցությամբ, եթե դա հողի մեջ է, հա, արեկագնային ռադիացիան է, դա խոնավությունն է, ջերմաստիճանն է, ֆիզիկական քայքայումն է, քիմիական քայքայումն է, դրա համար յուրաքանչյուր բուժանյութի, ուրեմն տարափաթեթավորման վրա հստակ գրված է սպասման ժամկետ։
Ինչը դա ինձ ենթադրում, ուրեմն դա բուժանյութի վերջին կիրառությունից մինչև բերկահավաք ընկած ժամանակահատվածն է, դա կարող է լինել 5 օր, 7 օր, 20 օր, 40 օր, եւ այդ ժամանակահատվածում տվյալ ազդող նյութը ենթարկվում է քայքայման։ Ինքը այլևս որպես թույն չի կարող հանդիսանալ, չի կարող ներգործել, չի կարող ազդել։ Բայց ցավոք մենք շատ դեպքերում առաջնորդվում ենք որքան շատ այդքան լավ, ասույթով, այսինքն որքան շատ կիրառենք բուժանյութ, որքան հաճախակի կիրառենք բուժանյութ, այնքան ավելի առողջ բույս կունենանք եւ բուսական արտադրանք։ Իհարկե սա ճիշտ չի։ Հաստատ պետք է մենք պահենք այդ ժամկետները։ Սա մեկ։ Երկրորդը դա ծախսի նորման է կամ բուժանյութի այն քանակությունը, որը օգտագործվում է 1 հեկտար, ասենք, կամ 1 միավոր մակերես մշակելու համար, կամ 1 միավոր ծավալ, կամ 1 միավոր կշիռ։ Շատ դեպքերում մեր հայրենակիցները տալիս են կրկնագի ծախսի նորմա։ Եթե նախատեսված է 1-2 կիլոգրամ հեկտարին, նրանք տալիս են 2-4, ընկալելով, որ որքան շատ, այնքան ավելի արդյունավետ։ Այստեղ մենք ունենում ենք հագարակ արդյունքը եւ ունենում ենք հավելյալ գյուղացին ունենում է կամ ֆերմեր ունենում է ֆինանսական հավելյալ ծախսեր, ունենում ենք մենք էկոլոգիական խնդիր, ունենում ենք բույսերի մեջ մնացորդային քանակության գերակշռություն եւ բացի դրանից որակական ցուցանիշները բերքի կամ բուսական արտադրանքի չեն ավելանում։ Օրինակ հիմա շուկայում են ինչ բանջարեղեն տեսնում ես, հարցնում ես, ասում են ջերմոցի, ես չգիտեմ, հողի ինչ որ բանջարեղեն կա թե չէ։ Գիտեք ինչ, այսպիսի մի մտայնություն կա, որ եթե ասում են ջերմոցի լոլիկ, իրենք այդ անվան տակ նկատի ունեն որակյալ, նկատի ունեն իհարկե ջերմոցում ջերմատան ավելի ճիշտ, ջերմատան արտադրված լոլիկը իրեն վիզուալ ուրեմն գնահատմամբ եթե նայում ենք ավելի գեղեցիկ է, ավելի հարթ է, բայց հողի գրունտային պայմաններում, բաց գրունտի պայմաններում աճեցված լոլիկը նրա օրգանոլեպտիկ հատկությունները հոտ, համ, հյութեղություն, բուրմունք, իհարկե առավել է քան թե ջերմատնային լոլիկը։ Այստեղ բնականաբար ջերմատանը արտադրելը անգամներ ավելի հեշտ է վնասատուների հիվանդությունների դեմ պայքարելու առումով, որտեղ ինքը սահմանափակված արտաքին միջավայրից եւ հիվանդությունների եւ վնասատուների ներթափանցումը շատ հարցերում ավելի դժվարացված է կամ ընդհանրապես արգելանք կա։ Իսկ բաց գրունտի պայմաններում այնտեղ բաց դաշտ է, մշակությունը դժվար է, ենթարկվում են բնակլիմայական բացասական ազդակների ազդեցությանը, եւ այստեղից տեսքի առումով վիզուալ բնականաբար դաշտում աճեցված մշակաբույսերի բերքը զիջում է ջերմատնայինին։ Եվ հետո մի այսպիսի բան էլ ասեմ, որ օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, սա որպես գաղտնիք չէ, բայց ձեզ համար հետաքրքիր կլինի, բաց գրունտում աճեցված բնականաբար բանջարեղենը շատ անգամ ավելի մաքուր է պեստիցիդների առկայության առումով, որովհետև այդ ժամանակ արդեն ֆերմերները գրեթե բուժման աշխատանքները դադարեցնում են, որտեղ գնում է դեպի վեգետացիայի ավարտ, Հետևաբար միրգ բանջարեղեն 3 օգոստոս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Մենք գիտեք ինչ, մեր երկիրը այնպիսին է, որ իրականից ունի հիանալի եւ յուրահատուկ բնակլիմայական պայմաններ, մենք գարնան արդեն երկրորդ ամսից սկսում ենք համտեսել բնության այդ բարիքները մինչև ուշ աշուն։ Այդպես հստակ սահմանազատում բնականաբար չեմ կարող ասել, բայց բանջարեղենի առումով կոնկրետ լոլիկի, կոնկրետ վարուկի բնականաբար դա իմ կարծիքն է, նաև փորձից ելնելով ես աշնանային լոլիկը զգացել եմ եւ գիտեմ որ ավելի բուրումնալից է, ավելի հետաքրքիր է համային առումներով, քան թե ասենք ամռան սկզբում արտադրված լոլիկը, Փաստորեն այն խոսքը ճիշտ է, որ ասում են, երբ մրգի ու բանջարեղենի մեջ ворս կա, ուրեմն այդքան շատ քիմիա չկա։ Հիմա տեսեք, ես դեռ փոքր եմ, երբ որ մեր մեծերն ասում էին, գիտեք, եվրոպական երկրներում
վաճառվում են այնպիսի մրգեր, որտեղ ворդ կա եւ դրանք ավելի թանկ են, որտեղ դրանք ավելի մաքուր են։ Ոչ, մեր շուկայում դա ճիշտ չի։ Ուրեմն, եթե ոչ մասնագետները կամ նույնիսկ մասնագետները, ասենք Խնձորի այգում, սխալ բուժման աշխատանքներ են տանում, անհրաժեշտ ժամկետները չեն ֆիքսում բուժումների իրականացման, հա, վնասատուն կարող է ներթափանցել պտղի մեջ, արդեն մենք վիզուալ կարող ենք դիտարկել, տեսնել վնասատուի առկայությունը, բայց վեգետացիայի ընթացքում իրենք կարող են տասնյակ անգամներ սրսկել, որպեսզի ոչնչացնել տվյալ վնասատուին, բայց տվյալ վնասատուին այլևս պտղի մեջ է, եւ հետո այդ պտուղը կարող է գալ շուկա, եւ մենք կտեսնենք եւ ասենք, գիտեք ինչ, ворդ կա, ուրեմն ինքը մաքուր է, ոչ այդպես չի։ Սխալ բուժման աշխատանքների դեպքում նույնպես պտղի մեջ կարող է լինել արդեն տարբեր վնասատուներ, տարբեր միջատներ, հիվանդություններ եւ այլն։ Տարիներ առաջ եղել են սանեպիդ կայաններ, որ հսկել են, այսինքն ցանկացած մարզում, ինչպես են գյուղացիները օգտագործում հողը, ինչքան քիմիա են օգտագործում եւ այլն։ Հիմա դրանք չկան, բայց այդ որ մարմինն է։ Ես ճիշտ չեմ մտաբերում, որ սանեպիդ կայանն է եղել, բայց ընդհանրապես դեռ խորհրդային տարիների մասին ասենք, հետ խորհրդայինում մենք ունեցել ենք գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ, հա, որտեղ կային հմուտ մասնագետներ եւ նրանք իրականացնում են խորհրդատվական աշխատանքներ։ Դրանից առաջ կային բույսերի ուրեմն հիվանդությունների եւ վնասատուների զարգացման եւ կանխատեսման կենտրոններ, կայաններ։ Եվ ամբողջ հրահանգը բույսերի պաշտպանության աշխատանքների իրականացման կամ միաժամանակյա իրականացման համար մասնագետները դիտարկում էին դաշտերն այգիները, նրանք ֆիքսում էին հիվանդությունների արկայությունը կամ պոտենցիալ զարգացման հնարավորությունները, նույնը նաև վնասատուների հետ կապված, եւ նրանք ահազանգում էին ամբողջ հանրապետությունով մեկ։ Եվ այդ ժամանակ արդեն մարդիկ իրականացնում էին բուժման աշխատանքներ։ Հիմա առանցին ուրեմն հողատերերի կամ ֆերմերների հետ կապված, այդտեղ համաձայնեցված բուժման աշխատանքներ չեն իրականացվում, դրանք իրականացվում են շատ դեպքերում տարենայինորեն, ըստ իրենց իմացության կամ չիմացության։ Կա այս խնդիրը եւ վերահսկողություն որպես այդպիսին թե հողօգտագործողը որքան բուժանյութ կիրառեց կամ որքան պարարտանյութ կիրառեց, բնականաբար չի իրականացվում, հնարավոր չի դրա իրականացումը, որովհետեւ բուժանյութերը ազատ վաճառքում են գտնվում, պարարտանյութերը ազատ վաճառքում են գտնվում, հիմնական վերահսկող մարմինը պետք է լինի ՍԱՏՄ-ն, բայց նրանք էլ ունեն արդեն մարդկային ռեսուրսի խնդիր, հնարավորությունների խնդիր, մարզ կենտրոններում կամ մարզերում աշխատակիցների խնդիր եւ դա բնականաբար հնարավոր չի, բայց մեր երկրի համար անհրաժեշտ է բույսերի պաշտպանության ռազմավարական ծրագիր, որը իրենից պետք է ներկայացնի մի ամբողջական բույսերի պաշտպանության համակարգ, որտեղ ներառվելու են կամ կանոնակարգվելու են բույսերի պաշտպանության միջոցների ներկրումից սկսած մեծածախ ներկրողների պահիստներից սկսած մինչև խորհրդատվական կենտրոն եւ վաճառքի սրաներ եւ այնտեղից մինչև վերջնական օգտագործող կամ շահառու հող օգտագործող այս ամբողջ շուկան, ամբողջ ճանապարհը պետք է լինի վերահսկողության տակ։ Ցանկացած բուժանյութ, որը գնվելու է, պետք է արձանագրվի եւ պետք է մենք իմանանք, թե տվյալ հողօգտագործողը, որ գնեց X քանակության բուժանյութ, ինքը օգտագործեց եւ օգտագործեց որ մակերեսի վրա, ինչ ծավալներով օգտագործեց, որ մշակաբույսի ինչ հիվանդության դեմ օգտագործեց նա, հա, այս բոլորը պետք է ֆիքսվի։ Եթե այսպիսի համակարգ ներդրվի, բնականաբար մենք զերծ կմնանք բուժանյութերի գերքանակությունների կիրառումից, բնականաբար այդտեղ նաև ժամանակի ընթացքում կներառվի նաև խորհրդատվական ուրեմն ծառայությունների մատուցումը, որը իմ կարծիքով այսօր էլ է հնարավոր։ Մարզ առ մարզ, տարածաշրջան առ տարածաշրջան, համայնք առ համայնք։ Ես չեմ ասում կկարողանանք փոխանցել խորը գիտելիքներ
բույսերի պաշտպանների, ֆիտոպաթոլոգի կամ էնտոմոլոգի, ոչ, բայց նվազայնագույնը նրանք կիմանան բուժանյութի ճիշտ ընտրություն, կիմանան պայքարի օբյեկտը, նրա պատճառած վնասի ախտանիշները, կիմանան բուժանյութի կիրառման ժամկետներ, ծախսի նորմաներ, կրկնություններ, սպասման ժամկետ եւ անվտանգության կանոններ։ Եթե այս քանը նրանք իմանան, եւ նրանք կլինեն պաշտպանված, եւ մեր քաղաքացիները կլինեն պաշտպանված, բույսերում առկա մնացորդային քանակություններից։ Թունաքիմիկատներ, որ պարբերաբար օգտագործում են, հողի, այսպես ասենք, որակը չի ընկնում։ Միանշանակ, գիտեք, հողը ինքը կենդանի օրգանիզմ է։ Այնտեղ կան օրգանական նյութեր, կան տարբեր օրգանիզմներ, միկրոօրգանիզմներ, որոնք քայքայում են հողում առկա, ուրեմն օրգանական միացությունները, դրանք դարձնելով բույսի համար ավելի հասանելի, ցանկացած բուժանյութ, ցանկացած պեստիցիդ կարող է փոխել հողի ուրեմն միկրոօրգանիզմների տեսակային կազմը, կարող է փոխել հողի կառուցվածքն կամ ստրուկտուրան, ջրաթափանցելիությունը, օդաթափանցելիությունը, այնպես որ միանշանակ բացի դրանից ունենք մենք բուժանյութեր, ասենք հերբիցիդները, որոնք կիրառում ենք մոլախոդային բույսերի դեմ պայքարում, նրանց քայքայման ժամկետները ամիսներ եւ նույնիսկ տարիներ, այսինքն այդքան ժամանակ նրանք գտնվում են հողում եւ բնականաբար մեր արդեն մշակաբույսերը օգտվում են դրանցից։ Բուժանյութի որոշակի քանակություն նաեւ մտնում է բույսի արմատ, ցողուն, տերևներ, պտուղ եւ այլն։ Բնականաբար խնդիրը կա իհարկե։ Պարարտանյութներ, որ շատ են օգտագործում, էլի խնդիր է առաջացնում։ Տեսեք, միանշանակ ամեն ինչի շատն է վտանգավոր է, Պետք է տրվի այնքան, որքան որ անհրաժեշտ է տվյալ բուսատեսակի համար։ Հիմա մենք նիտրատների հետ կապված խնդիր ունենք, չէ, ազոտական պարարտանյութի հետ կապված խնդիր ունենք, միանշանակ դրանք խնդիրներ են, բայց մենք ունենք նաև այլ խնդիր, որովհետև մեր հանրապետությունում շատ դեպքերում գնում է միակողմանի պարարտացում, որովհետև ազոտական պարարտանյութը կամ ազոտ պարունակող պարարտանյութերը ավելի էժան են, ավելի հասանելի են եւ մարդիկ միակողմանի պարարտացում են իրականացնում, որը բերում է եւ մնացորդային քանակության ավելացման եւ իհարկե բերում է բույսի աճի տեմպերի ավելացման, բայց բերում է բույսերի հիվանդությունների նկատմամբ դիմադրողականության անկման։ Իսկ ֆոսֆոր եւ կալիումի հետ կապված բավականին սակավ քանակություններ ենք մենք օգտագործում։ Իսկ դրանք պետք է լինեն համաչափ։ Բույսի համար սահմանված պահանջները պետք է մենք կարողանանք բավարարենք։ Իսկ Հայաստան գենետիկորեն մոդիֆիկացված այդ սերմեր օգտագործում են, Գիտեք ինչ, ճիշտ ասած, ես չեմ կարող միանշանակ պատասխանել, որովհետև դրա բացահայտումը բավականին դժվար է։ Ես այդպիսի օրինակներ չգիտեմ եւ չեմ հանդիպել։ Արդիական խնդիր է, ամբողջ աշխարհն է բարձրացնում այդ խնդիրը, դրանց վտանգները, բայց փաստ, որ գծոնները, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները ունեն, որը բացասական ազդեցություն մարդու օրգանիզմի վրա, համենայնդեպս ինձ հայտնի չի, որպես գիտնականի։ Հիմա հասարակ քաղաքացին գնում է շուկա առևտուր անելու։ Ինքը ինչպես հասկանա այս միրգ բանջարեղենի դեպքում թունաքիմիկատներ շատ են օգտագործված, թե քիչ։ Բավական հետաքրքիր հարց եք տալիս, նույնիսկ մասնագետները երևի կդժվարանան բացահայտեն կամ ասեն, բայց ինձ որպես մասնագետ ես կասեմ երկու էսպես առանձնահատկություններից պետք է օգտվեն։ Առաջինը նրանք վերցնելով պտուղը կամ բանջարեղենը փորձեն զգան նրա բուրմունքը։ Եթե նրանք զգում են այլ բուրմունք ուղեկցող, ասենք լոլիկի, սոլանումի բուրմունքը, խնձորի, տանձի կամ ընդհանրապես տերևաբանջարների, եթե զգում են այլ բուրմունք, զգում են քիմիական բուրմունքի առկայություն, իմ հորդորն ավելի լավ է չգնեն։ Երկրորդ ախտանիշը դա պտուղների վրա, տերևաբանջարների վրա այրվածքների կամ նեկրոզների առկայությունն են, ոչ խորը մակերեսային, որը կարող է լինել կամ կարող է լինել հետևանք բուժանյութերի ծախսի նորմաների ուրեմն չարաշահման արդյունքը։ Սա է։
այլ եղանակով իմանալ կամ բացահայտել ես կդժվարանամ ասել ձեզ։ Իհարկե, եթե դա չընտարգեն քիմիական փորձաքննության եւ այլն։ Ընդհանրապես ես պետք է ասեմ, որ շուկա արտահանվող յուրաքանչյուր միրգ, բանջարեղեն, հա, պետք է դրանք լինեն անձնագրավորված, պետք է արդեն դաշտում ստուգվեն դրանց որակյալ լինելը, բուժանյութերի պարունակությունը կամ ոչ պարունակությունը, շուկայում արդեն վերահսկել, դա բավականին բարդ process է եւ ոչ իրականանալի։ Ագրարային համալսարանը նման հետազոտություններ կատարում է։ Մենք ունենք հողի լաբորատորիա, հողի անալիզի լաբորատորիա, որտեղ գրեթե հողի ուրեմն որակական ցուցանիշների կամ բաղադրության գրեթե բոլոր պարամետրերի ուսումնասիրություն մենք կատարում ենք։ Բացի դրանից մենք ունենք գիտական կենտրոն մասնաճյուղեր, որտեղ ունենք նույնպես արդիական լաբորատորիաներ եւ այդպիսի փորձաքննություններ իրականացնում են։ Եվ հողի վիճակը վիճակ չէ։ Չէ, ասի, գիտեք ինչ, եթե ուսումնասիրում ենք, այդպես չի որ հողի վիճակը վիճակ չէ, հողի վիճակը լավ է։ Հողի վիճակը միայն պետք է մշտական, ուրեմն միջոցառումներ իրականացնել, պարարտացնել, ոչ միայն քիմիականի մասին է խոսքը, նաև օրգանական պարարտացում պետք է իրականացնել։ Պետք է իրականացնել մշակաբույսերի հերթափոխային կիրառություն, որը կոչվում է ցանկաշրջանառություն, որը ժամանակի ընթացքում վերականգնում է հողի, ուրեմն բերիությունը, հողի քիմիական կազմը, մեխանիկական կազմը, հա, դրանք գործընթացներ են, որոնք պետք է իրականացնեն գիտական հենքի վրա։ Եվ ասել, որ չէ, ունենք լավ հողեր կան, լավ մասնագետներ կան, մշակում են, բավական բերք են ստանում։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Մենք զրուցում էինք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի հետ։